Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահն ու արտգործնախարարը։ Ստորագրման արարողությանը մասնակցել են Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ադրբեջանի, Թուրքիայի, Էմիրությունների ու մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարներ։ Երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել են Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Դոնալդ Թրամփը ելույթում շնորհակալություն է հայտնել նախաձեռնությանը միանալու եւ արարողությանը մասնակցելու համար, նաեւ հայտարարել, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները դարձել են իր ընկերները։ Խաղաղության խորհրդի յուրաքանչյուր անդամ իմ ընկերն է։ Սովորաբար լինում են մի քանիսը, որոնց չեմ սիրում, բայց այս անգամ ոչ։ Ես իրականում սիրում եմ այս ամբողջ խմբին, հավելել է Թրամփը։ We will now continue the signing ceremonies, beginning with the President of Argentina and the Prime Minister of Armenia. Former adversaries who have joined here as part of this Board of Peace. And all was possible, and I want to acknowledge this again, because of the vision and the drive of the President of the United States. So thank you all for joining us here today. We appreciate it very much. Just like President Trump is a president of action, a part of this effort, because it is going to be a successful effort. And you see it reflected here today among countries of different backgrounds from different parts of the world. For all else that she does. Thank you. Thank you, Steve. And I have to say, one of the great honors for me, opportunity to live their aspirations. But it all starts with security, and it all starts with governance. Final note I'll just say on the Board of Peace, which is that all the lessons we're doing is we're basically studying the best practices from all over. Many others that have signed up, and they all want to be members. Thank you. Thank you. Շարունակենք աշխատավարձերի վերաբերյալ մեր ձևով շարժման համակարգողի հայտարարություններին են արձագանքել իշխող ուժից։ Արթուր Հովհաննիսյանը պատասխանելով հարցին կոչ արել պրիմիտիվ հայտարարություններով չխաբել ժողովրդին։ Հիշեցնեմ, Նարեկ Կարապետյանը ցույց տալով 10 դրամը հայտնել էր, որ դա հաջորդ վարչապետի 10 տարվա աշխատավարձն է։ Նախ անդրադառնալով 1 դրամանոց այդ անձնավորությանը, իմ դիտարկումը հետևյալն է, սա պետությունն է, եւ պետական կառավարման համակարգում անհրաժեշտ են լավ մասնագետներ, որոնք պետքա վարձատրվեն իրենց կատարած աշխատանքի համար եւ պետությանը մատուցեն բարձրորակ, լավ ծառայություն, զերծ կոռուպցիոն եւ այլ մեխանիզմներից։ Հիմա ձեր նշած անձնավորությունը ըստ էության, երբ որ հայտարարում է, որ կան մարդիկ կամ կա մարդով պատրաստ է որպես վարչապետ աշխատել 1 դրամով, ըստ էության նման ծանր եւ պատասխանատու աշխատանք կատարել 1 դրամով, հարցեր են առաջանում, թե այդ մարդու կարիքներն ով է հոգալու, ով է կերակրելու այդ մարդուն, ով է հագցնելու այդ մարդուն։ Եվ այս հարցերի պատասխաններն ըստ էության տանում են այնտեղ, որ ուրիշներն են այդ ամեն ինչը անելու եւ հետեւաբար ուրիշներն են այդ մարդկանց միջոցով երկիրը կառավարելու։ Էլ չեմ խոսում, որ եթե մարդը իր աշխատանքի դիմաց վարձատրություն չի ստանում, ուրիշ տեղից է այդ գումարը վերցնում, սև, մութ ճանապարհներով, ըստ էության այս հայտարարությունը պրիմիտիվ եւ նաեւ վտանգավոր հայտարարություն է, եւ ես կոչ եմ անում նման պրիմիտիվ հայտարարություններով չփորձել խաբել մեր ժողովրդին։ Շնորհակալ եմ հարցի համար։
Ծանոթ չեմ ձեր նշած հրապարակումներին, շնորհակալ եմ նաև տեղեկացնելու համար։ Ես կուզենայի նաև որպես լրագրողներ հետաքրքրվեք միգուցե կառավարությունը եւ գուցե նաև Տաշիր գրուպը այդ տեղեկություն ունենա, թե արդյոք մեկ դրամ ինքնարժեք ունեցող այդ գործիչի ներկայացրած կազմակերպությունը օրինակ որքան հարկային արտոնություններ է խնդրել եւ ստացել կառավարությունից վերջի տարիներին, արդյոք դա 1 դրամ է եղել, թե մի քանի միլիարդ դրամ։ Պետք է հասկանալ, որովհետև եթե չեմ սխալվում, ժամանակ առ ժամանակ բարբերաբար կառավարության նիստում այդպիսի որոշումներ են կայացվում, միգուցե էկոնոմիկայի նախարարությունը այդ մասին կարողանա որակյալ արձագանք տա, ամբողջական պատկեր ունենաք, եւ նաեւ ինչ վերաբերում է Հայաստանում աշխատավարձերին, ես համաձայն եմ իհարկե պարոն Հովհաննիսյանի հետ, պետք է մարդը ինչ որ տեղից վճարվի եւ ծառայի սպասարկի այն մարդկանց ումից վճարվում է եւ հետեւաբար մենք կարծում ենք որ Հայաստանում պետական ապարատի աշխատողներ պետք է վճարվեն ժողովրդի հարկերից որպեսզի սպասարկեն ժողովրդի կարիքները Ֆինանսների նախարարի նախորդի խիզախ որոշմանն է արձագանքել պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Հիշեցնեմ, խոսքը պարգևավճարների մասին է։ Վահե Հովհաննիսյանն ասել է, որ պետական ապարատում խոշոր պարգևավճարների որոշումը խիզախ էր, քանի որ ներկայացվել է ու հանրությունը տեղյակ է։ Վարչապետն էլ ազգային ժողովում հայտարարել էր, թե նախկինների օրոք օրինակ Միքայել Մինասյանը ծրարներով է փողեր տվել։ Ժողովուրդ փաստորեն 2018-ին որ ասում էին դուխով Այդ նկատի ունեին, որ իրանք դուխով իրանց աշխատավարձը կկրկնապատկեն, ապարից բուն իմաստով կկրկնապատկեն։ Իսկ տատիկներին ու պապիկներին 9000 դրամով կավելացնեն կենսաթոշակը միջին։ Միշտ դուխով տղեկ են արը, տղաներ եւ աղջիկներ են։ Տենց դուխը հազվադեպ է, դուխով որոշես, որ քո աշխատավարձը կրկնապատկում ես։ Նախանձելի դուխը։ Այդ իսախի մասը երկրորդը Պարոն Մինասյանի հայտարարության հետ կապված հայտարարության մասով իմ համար շատ ծիծաղելի էր երեկվա Փաշինյանի ասածը։ Ինքը երեք հայտնաբերեց, հա, որ եղել է հայտարարություն, որ իրեն գումարներ է վճարվել։ Մարդը, ով որ իր երկերի տակի կոմենտներին անձամբ պատասխանում է, կարևորագույն հայտարարություններից մեկի մասին երեք իմացավ։ Ինչպես է ընդդիմությունը հակազդելու հիբրիդային հարձակումներին, հարցին պատասխանել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պատգամավորը խոսել է արտաքին հետախուզական ծառայության զեկույցի մասին, այն շարադրություն որակել։ Նախ սուրճ էր կապած, այնքան Civic-ի ապատեղեկատվություն է հուսել, որ չգիտեմ ինչ ձևով կարող եմ ձեր խմբագրությունը սուրճ խմել, կարող եք ուղարկել շնորհակալ կլինեմ, բայց նաև ես էլ ձեզ սուրճի առաջարկ անեմ իմ աշխատասենյակում եւ կհանեմ տասնյակներով են հարցում նամակները, որոնք ուղղել են Պաշտպանության նախարարություն, ազգային անվտանգության ծառայություն, տարբեր գերատեսչություններ ու ասել եմ, լսեք, Նիկոլ Փաշինյանը, որ առավոտվանից գիշեր անպատասխանատու հայտարարություններ անում հիբրիդային պատերազմ, ազդեցության գործակալներ, շպիոններ, բան։ Ինձ կարաք ասեք, օրինակ բանակի հետ կապված Պապիկյան Սուրենին 3 անգամ հարցնում եմ։ Նիկոլ Փաշինյանը, որ 22 թվից առաջ Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը ինքնիշխանը մոտեցում չուներ։ Կարաք ասեք, այդ ինչ հետազոտության հիման վրա չեն պատասխան։ Բոլորն ասում են Նիկոլ Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ բավարարվեք, տողատակով ասում են դե Նիկոլն մի բան ասել է։ Ինչ վերաբերում է ազգային անվտանգության ծառայության զեկույցին, արդեն երկրորդ զեկույցն է, թե երրորդ զեկույցը։ Ինչպես։ Արտաքին հետախուզության։ Երկրորդ զեկույցի ծանոթանալով ակամա հիշում ես մենք ենք մեր սարերը ֆիլմը։ Իսկ մեկ մի հատված կասում, դու ես պետությունը Դու իրենք են արտաքին հետախուզությունը, նայեք, շատ մասնագիտական այդ զեկույց եկեք նայենք։ Եթե վերաբերում է խոսքը Հայաստանի արտաքին սպառնալիքների, ներքին սպառնալիքներին, ի վերջո մեր արևմտյան կողմում կա մի երկիր, Թուրքիայի Հանրապետություն, որը 35 տարի արդեն, 93 թվականից 32 տարի, բլոկադայի է ենթարկում Հայաստանին, մինչև հիմա այդ Ռուբեն Ռուբինյանի սիրուն թիթեռները որ կան, հեսա երրորդ երկրի անձնագիր բան, որևէ բան չկա, սահմանը փակ է, բլոկադան կա,
որ պարբերաբար Էրդողանի, Ֆիդանի, մյուսի կողմից բացառությամբ այս վերջին Նիկոլ Փաշինյանին ծնված խոսքերը, պարբերաբար հայտարարություն են հնչեցվում Հայաստանի Հանրապետության դեմ։ Մի երկիր, որտեղ բոլոր սոցհարցումներով թշնամի իբրև ժողովուրդ ու երկիր դիտվում է Հայաստանն ու հայությունը, այդ ամբողջ սպառնալիքների զեկույցի մեջ Թուրքիա անունը հնչել է 3 անգամ, այն էլ ճանապարհների հետ կապված։ Արտաքին հետախուզական ծառայությունը դիտարկելով Հայաստանի սպառնալիքները որևէ տեղ չի էլ քննարկել, արդյոք Թուրքիայի կողմից սպառնալիք կա թե ոչ։ Փոխարենը հոգևոր մշակութային գործիչներին դիտում է սպառնալիք։ Այս շատ երկար թեմա է, անցած անգամ Քրիստինե Գրիգորյանին մանրամասն մեր հանձնաժողովում ասել եմ այն բոլոր խայտարակությունները։ Իրականում ձեզ ասեմ, ես վատ եմ զգում, որ մի երկրի խորհրդարանի падգամավոր եմ, որի եւ Պաշտպանության անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ եմ, որը քննարկում է արտաքին հետախուզությանը տրվելիք բյուջեի հարցը, որտեղ ազատ ոճով շարադրությունը ներկայացվում են որպես արտաքին հետախուզական ծառայության զեկույց։ Եպիսկոպոսատ ժողովի կանոնադրությունը որևէ կերպ չի պայմանավորվում գումարման վայրով։ Մայրաթորն է հայտարարություն տարածել, նշել, որ եկեղեցական կյանքը հուզող կարևորագույն հարցերը, այդ թվում բարձրաձայնվող խնդիրները պետք է քննության առնվեն եւ պատշաճ լուծումներ գտնեն եկեղեցու ընկալյալ կարգի համաձայն, բացառապես եկեղեցական ժողովական մարմիններում։ Հարկ չկա կանխակալ տրամադրություններ ձևավորել եւ հիմնազուրկ պատճառաբանություններով ու կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ Հայաստանում տարատեսակ բռնաճնշումները։ Հավատարիմ իր տերունաշնոր առաքելությանը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, ինչպես անցյալում, այնպես էլ այսօր եկեղեցական աշխարհասփյուր կառույցներով իր ջանքերն է բերելու ի նպաստ հայոց անկախ պետականության զորացման, մեր ժողովրդի խաղաղ, բարոր ու առաջընթաց կյանքի, նշված է հայտարարությունում։ Բարձրաստիճան պաշտոնյայի ամուսնու, զավակների, ծնողների, քույրերի ու եղբայրների հետ փոխկապակցված ընկերությունները չեն մասնակցի պետական գնումներին։ Կառավարությունը հավանություն է տվել գնումների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Առաջարկվում է ներդնել նման սահմանափակումներ նախատեսող համակարգ ըստ ազդեցության մակարդակների։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ այն ընկերությունները, որոնց բաժնետերերը բացահայտված չեն, իրավական կարգավիճակով ուղղակի չպետք է կարողանան մասնակցել պետական գնումներին։ Եթե հիմա այդ հարցին չանդրադառնան, ապա այս կարգավորումը չի աշխատի։ Նման համակարգ ունենալու պայմանը սահմանված է ինչպես հակակոռուպցիոն ռազմավարությամբ, այնպես էլ միջազգային գործընկերների կողմից գնումների համակարգի գնահատման շրջանակում ներկայացված հաշվետվություններով։ Համակարգի ներդրման սկզբունքները ներառվել են գնումների օրենքում փոփոխությունների կատարման հայեցակարգում, որը քննարկվել է պատվիրատուների, գործարար համանքի եւ քաղաքասարակության ներկայացուցիչների հետ։ Այս համատեքստում կարևոր է օրենքով սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնման գործընթացին։ Առաջարկում է ներդնել հետեւյալ մոդելը։ Փոխկապակցված կհամարվեն պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը։ Այն ընկերությունը, որում մասնակցության եւ կամ պայմանագրի հիման վրա պաշտոնյան կամ վերջինիս նշված ազգակիցները կամ վերջիններից մասին հանրագումարային եղանակով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու դրա կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ ընկերության կողմից ընդունվող որոշումները, այդ թվում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները եւ տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ։ Այս կարգավորումը, եթե ընդունվեց, կատարման նկատմամբ հսկողությունը ումա վերապահվելու։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Ոնց։ Ուզում ասեմ, մենք չպետք է թվայինացնենք այս ալգորիթմը, որպեսզի ինքը ռեալ աշխատի։ Մենք չգեներացնենք մի խնդրեմ, հետո սկսենք իրավապահ մարմինների միջոցով դա լուծել։ Դա շատ ծախսատար է եւ չեմ կարծում, որ արդյունավետ։ Սա պիտի աշխատի հետեւյալ կերպ, որ ուղղակի հայտավորման փուլում համակարգը դուրս գցի այդ հայտը։ Այ ո՞նց ենք սա անելու։
Ես նշեցի, պարոն Գրիգորյան, որ ներկայացվում է փոխկապակցվածության բացակայության մասին տեղեկությունը, որը դառնում է հանրային հրապարակվող տեղեկություն։ Իրավաբանական անձը օրինակ ներկայացնում է, որ փոխկապակցվածություն չկա։ Այո։ Եթե կա, չի կարող մասնակցել։ Ես դա հասկանում եմ, բայց եթե մասնակցի, ի՞նչ է տեղի ունենալու։ Եթե մասնակցում է եւ հայտնում է նրա մասին, որ փոխկապակցվածություն չկա, հետո բացահայտվում է այդ փոխկապակցվածությունը, ապա նկարագրեցի արդեն, որ այն գումարը, որը վճարվել է այդ տվյալ ընկերությանը, այդ գումարի նախ պայմանագիրը խզվում է եւ այդ գումարի 20%-ը վերադարձվում է պատվիրատուին։ Գումարը խզվում է, պայմանագիրը խզվում է, գումարը վերադարձվում է, այդ նշանակում է տապալվեց գնումը։ Այսինքն մեզնից խլեց ժամանակ, ռեսուրս եւ այլն։ Ես ասում եմ, մենք չենք կարող միշտեմարան ձևավորենք, որպեսզի բոլորի սանունները պետական գնումների ինչ որ համակարգում ներբեռնված լինի եւ պաշտոնները, որպեսզի համակարգը ինքը ֆիլտր դնի, թույլ չտա, որ շարժվի առաջ հայտը։ Որովհետեւ տեսեք, իրականության մեջ եթե օրինակ առաջի մակարդակի կամ որևէ մակարդակի ստոպ ֆակտոր կոչվածները գոյություն ունեն, ապա դրանք ռեգիստրում այդ անունները պետական ռեգիստրում երևալու են առնվազն ռեզիդենտ իրավաբանական անձանց։ Հիմա փոխգործելիության պարագայում ես կարծում եմ, որ հնարավոր է ձևակերպել շտեմարան, որ ժամանակի կորուս չլինի, էլի։ Ի վերջո հիպոթետիկ եմ ասում, կարող է պատահի որևէ պաշտոնատար անձ նույնիսկ չգիտի, որ իր հետ փոխկապակցված ընկերությունը մասնակցել է գնումների, որովհետև ստեղ դուք նաև փոխկապակցվածության մի չափանիշ ենք դրել, որ եթե անուղղակի ազդեցության հնարավորություն ունի, դա բավականին տենց բարդ դատողության հարց է, որին էլի դեմ չեմ, բայց ես կողմ եմ, որպեսզի մեր մոտ ոչ թե դառնա այդ գնումների գործընթացը նոր քննությունների առարկա, այլ ուղղակի տեղի չունենա, եթե կա այս կանոնի խախտման նույնիսկ սիմպտոմ։ Արցախում հուղարկավորված զոհերի հարազատներն արտաշիրիմում են պահանջում, կառավարության նիստին զուգահեռ բողոքի ակցիա է անցկացվել։ Զոհերի հարազատներն իշխանությունից գործուն քայլեր են պահանջում։ Դիմել են վարչապետին, ասել են, որ պետք է արտաշիրիմում արվի։ Մարմինները բերվեն Հայաստան, որպեսզի իրենք կարողանան իրենց հարազատների շիրիմներին այցելել, խնկարկել։ Այնտեղ անգամ շիրմաքար չկա։ Ակցիայի մասնակիցները պարբերաբար տարբեր գերատեսչությունների դիմում են, բայց դեռ ապարդյուն։ Այս ծնողները, հարազատները, այն մարդիկ են, ովքեր մինչև վերջին օրը մնացին Արցախում, իրենց զավակները, ամուսինները, հայրերը, եղբայրները մինչև վերջին օրը կռիվ տվեցին ադրբեջանական ասկյարի դեմ եւ ունեցան զոհեր, իրենք հենց այդ զոհերի հարազատներն են, բոլորս շատ լավ կհիշենք այն կադրերը, որտեղ մարդիկ այդ հողը փորում էին, այսպես իրենց հարազատներին ուղարկավորեցին եւ դուրս եկան Արցախից, այն համոզմունքով, որ շուտով իրենք նորից կվերադառնան Արցախ։ Բայց ինչպես տեսնում ենք, Արցախի վերադարձը ձգձգվում է, ավելին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի վերադարձը պիտի այս մարդիկ մոռանան։ Իհարկե ես չեմ կարծում, որ դուք պիտի մոռանաք Արցախ վերադառնալու ձեր այդ կարևոր խնդիրը քայլը, բայց քանի որ ադրբեջանցիները բազմաթիվ տեսանյութեր են հրապարակել, թե ինչպես են պղծում հայ զինվորի, հայ մարդու շիրիմը, այդ թվում եւ ձեր այս մարդկանց հարազատների շիրիմները, ուստի իրենք Արցախից վերադառնալուց հետո դիմել են այս շենքում նստածին եւ ասել են, որ պետք է արտաշիրիմում արվի, այսինքն Արցախից մի քանի անգամ արտաշիրիմում պետք է արվի, բերվի այստեղ, որպեսզի իրենք կարողանան խնկարկեն, պատշաճ իրենց հարազատների շիրիմներին կարողանան այցելել։ Այնտեղ ոչ շիրմաքար կա, ոչ կահավորված են այդ գերեզմաները, պարզապես ադրբեջանցիների ոտքի տակ են այդ գերեզմաները։
եւ որևէ արձագանք, որևէ պատասխան չի եղել։ Ասեմ ավելին, Տիկին Բելան ինձ ուղարկել է մի նամակ, որ ուղարկել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Արարատ Միրզոյանը փոխարենը ինքը գոնե մեկ մարդու ընդունի պատասխանի, Արարատ Միրզոյանի լրատվական բաժինը պատասխանել է Տիկին Բելային լրատվական բաժինը եւ երկու տողանոց նամակ, որտեղ ասվել է, որ մենք միշտ բարձրաձայնում ենք, դե կներեք էլի, որ դուք միշտ բարձրաձայնում եք, պապոսել է դա բարձրաձայնում, հետո Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Եվրամիության երկրների ղեկավարները դրականորեն են արձագանքել մաքսատուրքերի սահմանումը չեղարկելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Ես ուրախ եմ, որ սկսվել է դեպի ապաէսկալացում տանող ուղին եւ որ ներմուծման մաքսատուրքերն օրակարգից հանվել են։ Այս մասին X սոցցանցում գրել է Նիդերլանդների վարչապետ Դիկ Շուֆը։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին նույնպես ողջունել է այդ նորությունը։ Կարևոր է շարունակել զարգացնել երկխոսությունը դաշնակից երկրների միջև, ընդգծել է Մելոնին։ Իր հերթին Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը Թրամփի հայտարարությունը որակել է լավ նորություն եւ նշել, որ բոլոր շահագրգիռ կողմերը այժմ պետք է նվազեցնել լարվածությունը եւ կենտրոնանան տնտեսության վրա։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ կողմերը հասել են ապաէսկալացման, բայց դեռ վերջը չէ։ Դանիայի արտաքին գործերի նախարարը նույնպես ողջունել է այն փաստը, որ նախագահ Թրամփը բացառել է Գրենլանդիան ուժով գրավելու հնարավորությունը եւ կասեցրել Եվրոպայի հետ առևտրային պատերազմը։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Դանիան եւ Գրենլանդիան բաց են Արկտիկայի անվտանգության վերաբերյալ կառուցողական երկխոսության համար, եթե քննարկումները հարգեն իր երկրի տարածքային ամբողջականությունը։ Ֆրեդերիկսենը նշել է, որ Դանիայի դիրքորոշումը ամբողջությամբ հստակ է ՆԱՏՕ-ի համար եւ որ իրեն տեղեկացրել են, որ նախորդին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի բանակցությունները չեն վերաբերել իր երկրի ինքնիշխանությանը։ Դանիայի թագավորությունը ցանկանում է շարունակել կառուցողական երկխոսությունը դաշնակիցների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք ամրապնդել Արկտիկայում անվտանգությունը, այդ թվում Միացյալ Նահանգների ոսկե գմբեթի համատեքստում, եթե իհարկե դա արվի հաշվի առնելով մեր տարածքային ամբողջականությունը, ասել է Ֆրեդերիկսենը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման արդյունքներով ձևավորվել է Գրենլանդիայի եւ ըստ էության ամբողջ Արկտիկայի շրջանի հետ կապված ապագա գործարքի շրջանակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել եւ մնացել է կարգավորելու միայն մեկ վերջին հարցը։ Այս մասին Ուիթքոֆը հայտարարել է Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում։ Ուկրաինայի ապագայի վերաբերյալ նախաճաշի ժամանակ, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի քարտուղար Մարկ Ռյուտեն եւ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը, Ուիթքոֆը տեղեկացրել է, որ օրվա վերջում լինելու է Մոսկվայում։ Ռյուտեն իր հերթին համոզմունք է հայտնել, որ Թրամփը հանձնառու է Ուկրաինայի անկախությանը եւ ինքնիշխանությանը։ Գազայի հատվածի Նեծսարիմ, Դեյր ալ-Բալա եւ Ալ-Բուրեյջ ճամբարների վրա Իսրայելի կողմից արձակված կրակոցների եւ հրետակոծությունների հետևանքով զոհվել է 11 պաղեստինցի, որոնց թվում 3 լրագրող։ Պաղեստինցի 3 լրագրողները զոհվել են նկարահանման նպատակով մեքենայով Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նեծսարիմ շրջանի տեղահանվածների ճամբար մեկնելիս։ Պաղեստինի լրագրողների միությունը հայտարարության մեջ նշել է, որ զոհված լրագրողները կատարում էին մարդասիրական լրագրողական առաքելություն, նկարահանելու եւ փաստագրելու քաղաքացիական բնակչության տառապանքները։ Իսրայելի բանակից հայտնել են, թե այդ տղամարդիկ Համասի անդամներ են եղել եւ օգտագործել են անօթաչու թռչող սարք, որը մոտեցել է իրենց ուժերին։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերին Գազայում պատերազմի սկսելուց ի վեր սպանվել է գրեթե 220 լրագրող։ Սիրիայի պաշտպանության նախարարության մամուլի եւ հաղորդակցության վարչությունը հաստատել է, որ հրադադարի առաջին օրը քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերը ավելի քան 35 անգամ թիրախավորել են Սիրիայի արաբական բանակի դիրքերը, ինչի հետևանքով զոհվել է 11 եւ վիրավորվել ավելի քան 25 զինվոր։ Կողմերը համաձայնության էին եկել 4-օրյա հրադադարի շուրջ Սիրիայի դեմոկրատական ուժերի կառավարական կառույցներին ինտեգրելու համար։ Հակառակ դեպքում կառավարական ուժերը սպառնացել էին հարձակվել
քրդերի կողմից վերահսկվող մնացած տարածքների վրա։ Սիրիայի դեմոկրատական ուժերը չի մեկնաբանել սիրիական իշխանությունների մեղադրանքը։ ԱՄՆ-ն, որը նախկինում աջակցել է Սիրիայի դեմոկրատական ուժերին որպես իսլամական պետության զինյալներին Սիրիայի տարբեր մասերից վտարելու գործում իր հիմնական դաշնակից, կոչ է արել խմբավորմանը ընդունել կառավարության առաջարկը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ վաղվանից օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 8-ից 19, բայց հունվարի 23-ին սպասվում է ձյուն։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունը բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։